լրատվական հաղորդումներից, լրատվականները հանրապետի մեջ չեք մտցնում, դրանք չեք մտցնում հանրապետի մեջ չկար։ Չէ, դա ասում չեք։ Չէ, հանրապետը ինքը չի կարելի։ Հանրապետը ամբողջ աշխարհի կլասիֆիկացիայով մշակութային, կրթական, սպորտային եւ մանկական։ Լրատվությունը մեջը քարոզություն է պարունակում եւ հանրապետ չի կարող լինել։ Հասկացա։ Պարոն Հակոբյան, դուք էթիկայից խոսեցիք, բռնության կոչերից, տարիներ առաջ շատ էին դժգոհությունները, հատկապես հայկական սերիալներում, տարբեր բռնության տեսարաններից, դրանք նվազեցվել են նոր սերիալների մեջ, որոնք այսօր եթերում կան, չեք նկատել որևէ խախտում դրվագներ այդպեսի։ Ես կարծում եմ նվազել են, առաջինը, հետո մենք եկեք փորձենք, շատ լավ հասկանում եք, որ պետք է տարբերակել գեղարվեստական բովանդակությունը, հա, առօրյայից քաղաքական անջեղություն ունեցող տեքստերից եւ այլն։ Ի վերջո վիրտուալ իրականություն է կինոն եւ մենք դա հասկանում ենք։ Եթե մենք շատ խիստ վերաբերվենք, մենք համարյա նույնիսկ լավ բովանդակությունը, չգիտեմ, միշտ բանն են, չէ, կնքահայերն են որպես օրինակ վերում, տասնյակ այդպիսի ֆիլմեր կան։ Խոսքը գնում է ոչ թե առաջի հերթին կինոների մասին, չնայած այնտեղ էլ պիտի չափավոր լինի, այն սերիալների մասին, որոնք արտացոլում են առաջին հայկական իրականությունը եւ իրականությունը մոտիկ են, մարդիկ դա անցալում են որպես իրանց կենցաղ, հա, եւ երկրորդը լրատվական հաղորդումներում, հասարակական հաղորդումներում վտանգը դա է։ Կինոին այդպիսի մեծ վտանգներ չունի։ Պարոն Հակոբյան, ինչպես դուք անկախ սահմանադրական մարմնի ղեկավար եք, բայց հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ ոդքասթ էիք վարում եւ որի ընթացքում տարբեր գնահատականներ էիք տալիս, տարբեր հարցեր հարցրում, ճիշտ եք համարում ընդհանրապես նման ձևաչափով ձեր հանդես գալը։ Ոչ, դրա համար էլ չեմ շարունակում, արդեն 1 տարի չեմ վարում գրեթե։ Պարոն Հակոբյան, ատելության խոսքի մասին շատ խոսեցիք, ատելության խոսք եթերում հնչում է եւ դուք արձանագրում եք կապված հիմնականում անդիմադիրների հետ, թե օրինակ իշխանության ներկայացուցիչների օրինակներով կասեք։ Իմ բոլոր հարցազրույցներում ես ասում եմ, որ դա անթույլատրել է բոլորների կողմից։ Նաև շատ կարևոր եմ համարում հիշեցնել, որ հենց քաղաքական գործիչները ավելի նրանք տոլերանտ լինեն այդ չարության խոսքի դեմ, որտեղ նրանք իշխանություն կրող են կամ քաղաքական կներեք գործնայությամբ են զբաղվում եւ նրանք պետք է սովորեն նույնիսկ գոտկատեղից ներքև հարվածներ ստանալ։ Խոսքը գնում է ոչ թե քաղաքական վերնախավի մասին, իշխող կամ անդիմադիր, խոսքը գնում է հասարակ քաղաքացիների մասին։ Հա, մարդկանց, ընտանիքների, որոնց արժանապատվությունը շատ ժամանակ ոտնահարվում է, ընտրանություններ ենք տալի, այսինքն մենք չենք ասում այս մարդը, ասում ենք ժողովուրդը ժեխ է, ժողովուրդը թուրք է, այս մարդուն ընտրողը թուրք է, այս մարդը ընտրողը պիցայակեր է։ Սա հենց այն ատելության խոսքն է, որը բոլոր միջազգային չափանիշներով հենց անվանում է ատելության կամ թշնամանքի լեզու։ Ուրեմն ինչու ընթացք չի տրվում իրավապահ Ես չեմ կարող ասել։ Այդ արդեն իրավապահներին հարցրեք։ Մենք մեր գործը փորձում ենք անել։ Չեմ կարող ասել, լուրջ եմ ասում։ Նաև խոսքի ազատության տակ, նաև գիտեք, Տիկին Ղազարյանը ճիշտ ասեց, նաև այնտեղ ընթացակարգեր կա, ինչքանով քո, եթե ինչ որ չգիտեմ, ինվալիդ մարդ, ասում եմ, գիտես, ես կգամ եւ ձեզ բոլորին կմոչացնեմ բանում, կառավարությունում, այդ մարդու, հա, որը ֆիզիկական արատներ ունի, չի կարելի այդ վտանգը, հա, ներկայացնել որպես իրական վտանգ։ Ես իրավաբան չեմ, բայց ես կարծում եմ, որ այստեղ օրենք ավելի շատ ելնի անմեղության կանխավարկածից, քան մեղավորության։ Դրա համար դրանք շատ ժամանակ չեն ստանում արձագանք, ստեղ ուրիշ խնդիր կա։ Սա բոլորը պետք է լինի քաղաքացիական հասարակության մեր բոլոր ուշադրության կենտրոնում։ Մենք չպետք է սպասենք, որ պետությունը իրավական գնահատականներ տա, դա պետք է ինքնակարգավորման ոլորտում լինի, բայց դա էլ ես նորից պնդում եմ, որ դա շատ լավ ինստիտուտ է, բայց Հայաստանում դեռ չի կայացել։ Պարոն Հակոբյան, քանի որ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարծիքի ազատ արտահայտության, տարակարծության ապահովման գործառույթ ունի համառությամբ իրեն վերապահված, կուզեի գնահատական տայիք, որ մեր հարկերին ծնվող հանրային հեռուստաընկերությունը օրինակ այսպես համառորեն չի անդրադառնում Ռուբեն Վարդանյանի, Բաքվում պահվող մեր մյուս գերիների դատավարություններին։ Այդ հարցը փորձում են լուսանցքից դուրս թողնել։ Ինչպես կմեկնաբանեք։ Ես գիտեմ այս խնդիրը, ես կիսում եմ ձեր մտահոգությունը, բայց ես ուզում եմ հստակ մենք հասկանանք բոլորիս լիազորությունների, հա, սահմանները։ Հանրային հեռուստաընկերությունը ունի իր կառավարող մարմինը, դա հանրային հեռարձակողի խորհուրդն է, եւ մենք այդ բովանդակային, հա, բաների մեջ
իրենց բովանդակային վեճերի մեջ կամ բովանդակության մեջ իրավունք չունենք։ Մենք ընդհանրապես խմբագրական քաղաքականության միջամտելու իրավունք չունենք։ Մենք իրավունքը մեր սահմանափակվում է օրենսդրությամբ։ Օրենսդրության մեջ գրված չի, որ այս կամ այն հեռուստաընկերություն պետք պարտավոր է այս կամ այն բանը ցույց տալ։ Չգիտեմ ճիշտ է սխալ, որևէ լծակ չունենք, իհարկե չունենք։ Խախտում չի ինքը օրենսդրական խախտում չի։ Իհարկե շատ ճիշտ կլինի, որ այդ ամեն ինչը լուսաբանվի։ Սա շատ ճիշտ կլինի լուսաբանվի։ Ձեր մտահոգությունը կիսում եմ, բայց գիտեք, առանձնացնել հանրայինը, որ մեր հարկատուի հաշվին է, ես մի անգամ ասել էի դուք նեղացաք ոնց որ թե, հա։ Տեկին հա։ Ես ասել եմ, որ բոլոր հեռուստաընկերությունները ծնվում են մեր գրպանից, որտեղ այդ գումարները, որ ակումուլացվում է, գովազդի միջոցով կլինի, թե հիմնադիրների միջոցով, դա ամբողջը հասարակ հարկատուի գրպանից է գնում։ Բոլորը այդ պատասխանությունը պետք է կրեն։ Աշխարհում շատ քիչ տեղ կա, որտեղ հանրային հեռարձակողի բովանդակությունը մյուսներից տարբերվում է։ Պատասխանատվությունը հանրային հեռարձակողությանն է։ Ավելի մեծ, ճիշտ է, այդ համաձայն եմ, իհարկե։ Չի քննարկվում։ Պետրոս Ղազարյանը հանրայինի եթերում Արամ Զավենիչի հետ հաղորդման ընթացքում անդրադառնում է Սրբազան պայքարի լուսաբանող լրագրողներին ու ռեպլիկներ է անում, այնտեղ իր շուրջը հավաքված լրագրողները, չգիտեմ շրթունքները լվացել էին թե չէ։ Ջան, ես հասկանում եմ, գիտեմ, խնդիրները շատ են, բայց էցկայից դուրս է ես որպես կարգավորող մարմնի ղեկավար, տեսեք, ես փորձեցի այստեղ որևէ անուն չեմ տվել, ոչ հեռուստաընկերության, ոչ վարողի, թույլ տվեք ես իմ այդ սահմաններում մնամ, հաշվի առնելով նաև ճիշտ նկատողությունը, որ այդպիսի հաղորդում լավ կլիներ չվարի։ Բայց ձեր իշխանությունները լավ են, եթե դուք իշխանությունները հրապարակային հայտնեք, ձեզ լսեն, հատկապես ես իմ կարծիքը ոչ միայն հրապարակային եմ հասնում, ես հրապարակային հələ շատ փափուկ եմ հանձնում, արտահայտում։ Իմ որոշ բաներում, փակ գաղտնի գրածներում կամ հեռուստազանգերում կամ հանդիպումներում ես ավելի կոշտ գնահատականներ եմ տալի եւ շատ ժամանակ, այո, իհարկե, ես այդ մարդն եմ եւ շատ ժամանակ ականջալուրեն, հա։ Ինչքան հնարավոր է, ինչքանով տարբեր են մարդիկ, որտեվ այն դուք ինչ ասում եք այդ արատները, վերաբերում է ոչ միայն հանրային հեռարձակողին, դա վերաբերում է մեզ բոլորիս։ Բառնակ, եկեք դա էլ հաշվի առնենք, հա։ Մենք շատ ժամանակ թիրախ ենք բռնում եւ փորձում ենք բոլոր մեղքերը, հա, բարթել իրանց վրա, այդպես չի։ Մեր խնդիրն է։ Մեկը մյուսին պահելով, եթե մենք ավելի լավն ենք համարում հանրայինից, հա, մենք գտնում ենք, որ ինքը վատն է, հա, մենք ավելի լավ պիտի դրսևորենք էթիկայի նորմերը, հա, բազմակարծությունը, բանից խուսափելը, բուլինգից, մենք բոլորս դա անում ենք, բոլորսի նկատի ունեմ բոլոր լրատվամիջոցները, եկեք դրանից սկսենք էլ։ Ես արդեն կներեք էլի, հա։ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո, որոնք քննարկվեց այդ հարցը համերգլուսի փակելու հետ կապված, Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ձեռագիր գրված մի էջի վրա առաջարկություններ էին, իրենք այդպես երկու սենյակ էին, մի տաղավար եւ այլն, լուրջ չէին մտածել, մտածել էին, որ իրենք գրելու են, այսպես ասած, այդ մրցույթը որպես իրավահաջորդ, հա, գիտեմ, որ դուք չեք եղել, բայց իսկապես այդպիսին է եղել առաջարկը եւ դրա համար է զրկվել։ Ոչ միայն իրավահաջորդ, ոչ միայն Երբ որ մի քանի օր առաջ արդեն արտահոսք էր միգուցե եղել, որ ամեկը պատրաստվում են լիցենզիայի ձեռքել, այսինքն լիցենզիա չտրամադրել, իսկ ես այն ժամանակ ամեկի եւ հաճախախի հյուրն էի եւ գործընկերն էի, որտեվ չմոռանանք, որ ամեկ պլյուսը սկսել է աշխատել, երբ որ հեռուստարադիոպետկոմի նախագահն էի եւ մի պահ նույնիսկ երկրորդ տալիքից մի քանի ժամ 94 թվականին, թե 95-ի սկզբին մենք տվել ենք մեր որոշումով կոլեգիայի ամեկ պլյուսին որպես անկախ հեռուստաընկերություն իմանալով ես գնացի ամեկ պլյուս եւ ինքս հա ծանոթացա ծրագրին, իհարկե դա ձեռագիր չէր, ես կարծում եմ նույնիսկ արխիվներում կարելի է գտնել, դա չէր կարող ձեռագիր լինել։ Ես չեմ խոսում դա լավն էր թե վատն էր, ժամանակ շատ է անցել, ես չգիտեի նույնիսկ իրանց մրցակիցների ծրագրերը, բայց այն կարող եմ ասել, ինչ գիտեմ, դա ձեռագիր չէր 1, այն ժամանակվա համար շատ լավ տեխնիկական հագեցվածություն էր ամեկ պլյուսը 2, ամեկ պլյուսը գրավում էր այդ շենքը արդեն քանդված է, դա Կարմիր բանակի էր այն ժամանակ ձեր կոչվում, հետո լուսավոր չի, 15 շենքը եւ զբաղեցնում էր այդ մեծ ահռելի շենքի ամբողջ առաջի հարկը։ Այստեղ ցավոք, հա, փոքր լսարաններ ասում էր։ Այն ժամանակ չափումներ դե չկային, բայց եթե փոքր լսարան ուներ, ամեկի փակվելը այդպիսի աղմուկ չէր։ Հանի եւ այդ աղմուկը անդիմության կամ բանի աղմուկը չէր, դա հանրության աղմուկն էր։ Եվ իհարկե չարժեր փակել դա։ Ես ներողություն եմ խնդրում գնամ միշտ ձեր ժամանակ